Վաղարշապատի սրբազան հողի վրա, 5-րդ դարի արշալույսին, մայր տաճարի քարե պատերի ներսում, օդը թանձր էր խնկի բույրից և չարտասանված աղոթքներից։ Պատերից խուլ կերպով նայում էին սրբապատկերները, որոնց ոսկեզօծ լուսապատկերները հազիվ էին շողշողում մոմերի տատանվող թույլ լույսի ներքո։ Ժողովուրդը կանգնած էր գլխահակ, նրանց դեմքերին ակնածանքի հետ խառնվել էր մի խորը, անհասկանալի թխրություն և օտարում։ Խորանից հունարեն և ասորերեն լեզուներով հնչում էին Սուրբ գրքի խոսքերը, հզոր, բայց և անծանոթ։ Քահանան կարդում էր կրակոտ, սակայն նրա խոսքերը, որպես օտար գետի ջրեր, հոսում էին հավատացյալների կողքով, առանց թրջելու նրանց ծարավ հոգիները, առանց իրենց կենարար ուժով սրտերում արմատանալու։ Այդ պահին, բարձր ատյանում կանգնած ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 70-անց մի մեծահասակ, իմաստուն աչքերով և իր հոտի հոգսերից կորացած ուսերով նայում էր իր ժողովրդին և սիրտը ցավով էր լցվում։ Նա տեսնում էր հոգևոր սովը նրանց աչքերի մեջ, տեսնում էր, թե ինչպես է Աստծո կենդանի խոսքը մնում անհասանելի իր զավակների համար, փակված օտար լեզուների ոսկե, բայց սառը վանդակի մեջ։ Ջան բարեկամներ, եթե սիրում եք այսպիսի սուրբ պատմություններ, բաժանորդագրվեք մեր հայոց հավատքի լույսը ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հոգևոր ժառանգության ոչ մի դրվագ, մենք միասին պետք է վառ պահենք մեր սրբերի հիշատակի կանթեղը։ Սիրելի հավատացյալներ, երբևէ խորհել եք այն մասին, թե ինչպիսի անսահման խաղաղություն է իջնում ձեր հոգուն, երբ մայրենի լեզվով եք լսում Սաղմոսերգուի խոսքերը կամ շշնջում «Հայր մերը»։ Ահա հենց այդ աստվածային զգացողության բացակայությունն էր, որ որպես անբուժելի հիվանդություն կրծում էր մեր նախնիների հոգիները 5-րդ դարի սկզբին, երբ հայ ժողովուրդը կանգնած էր հոգևոր և ազգային ոչնչացման եզրին։ Այդ նույն ժամերգությանը ժողովրդի մեջ խոնարհաբար կանգնած էր մի այր, մոտ 50 տարեկան, ճգնավորի պարզ հագուստով, բայց այրվող աչքերով, որոնցում գիտության և հավատքի անշեջ կրակն էր բորբոքված։ Դա Մեսրոպ Հաշտոց վարդապետն էր, մի մարդ, որը թողել էր արքունի փառքը ու դարձել Քրիստոսի խոնարհ զինվորը։ Նրա շուրթերը լուռ շարժվում էին, ասես տենդագին փորձում էր մտքում թարգմանել օտարալեզու աղոթքները շրջապատողների համար, սակայն նրա ջանքերը նման էին անապատում ջուր որոնելուն։ Նա տեսնում էր մարդկանց շփոթված դեմքերը, լսում էր նրանց հոգիների լուրջ ճիչը և զգում էր իր անզորությունը որպես սուր դանակի հարված։ Ինչպես սերմանել ավետարանի սերմերը մի հողում, որը չի հասկանում սերմանացանի լեզուն։ Ինչպես կառուցել Աստծո տունը մարդկանց սրտերում, եթե շինարարները և տանտերերը խոսում են տարբեր լեզուներով։ Այս մտքերը տանջում էին նրան, և նա գիտեր, որ այլևս այսպես շարունակվել չի կարող։ Ազգը կանգնած էր անդունդի եզրին, և պետք էր կամ գտնել թևեր թռչելու համար, կամ ընդմիշտ կորչել պատմության խավարում։ Երբ պատարագն ավարտվեց և ժողովուրդը սկսեց ցրվել, Մաշտոցի հայացքը հանդիպեց Սահակ կաթողիկոսի հայացքին։ Նրանց աչքերում կար նույն ցավը, նույն տագնապը և նույն չարտահայտված հարցը, որը կախված էր մնացել տաճարի գմբեթի տակ. «Ինչ անել, Տեր, ցույց տուր ճանապարհը»։ Նրանց հայացքների այդ լուռ խաչմերուկում կար մի ամբողջ դարի պատմություն, հույսի, պայքարի և աննկուն հավատքի մի պատմություն։ Արդեն 100-ամյակ էր, ինչ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սխրանքով Քրիստոսի լույսը փայլում էր Արարատյան դաշտում։ Խոր վիրապի խավարից ծնված այդ լույսը Հայաստանը դարձրել էր աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, մի հոգևոր փարոս, որը պիտի լուսավորեր ազգերի ճանապարհը։ Սակայն, ինչպես նորացիլ բույսը, որը խոցելի է քամիների և ցրտի առաջ, հայոց հավատքը մշտական խնամքի և ամրացման կարիք ուներ։ Այդ սուրբ գործի պահապանն էր Սահակ Պարթևը, լուսավորչի սուրբ տոհմի վերջին շարավիղը։ Մի մարդ, ում ուսերին դրված էր ոչ միայն հայոց եկեղեցու, այլև մի ամբողջ ազգի հոգու փրկության ծանր բեռը։ Նա մեծացել էր Կեսարիայում, ստացել փայլուն հունական կրթություն, սակայն նրա սիրտը միշտ պատկանել է իր հայրենի հողին։ Տեսնելով, թե ինչպես են իր հայրենակիցները հոգևոր սնունդ ստանում օտար սեղաններից, նրա հոգին տվայտվում էր։ Նա գիտեր, որ առանց մայրենի լեզվի հավատքը մնում է միայն գեղեցիկ զգեստ, որը չի տաքացնում հոգին։ Ժամերգությունից հետո, երբ տաճարը դատարկվեց, Սահակ կաթողիկոսը նշան արեց Մեսրոպ Մաշտոցին մոտենալ իրեն։ Նրանց միացավ նաև երիտասարդ սարկավակ Հովսեփ Պաղնացին, կաթողիկոսի ամենավստահելի օգնականներից մեկը, ում աչքերում վառվում էր ուսման անհագ ծարավը։ Նրանք միասին անցան կաթողիկոսարանի գրատուն, որտեղ սեղաններին փռված էին հունարեն և ասորերեն թանկարժեք ձեռագրեր։
Այս գրքերը եկեղեցու հաստությունն էին, բայց միևնույն ժամանակ նրա ողբերգության լուռ վկաները։ Տեր Մեսրոպ, եղբայր իմի Քրիստոս, խորը հոգոց հանելով սկսեց Սահակ Պարթևը, այսօր ես նորից տեսա այն, ինչ տեսնում եմ ամեն օր։ Մեր ժողովուրդը նման է ծարավ օֆտավորի, որը կանգնած է կենթանի ջրի աղբյուրի մոտ, բայց անոթ չունի այդ ջուրը վերցնելու համար։ Այդ անոթը մեր մայրենի գիրն է, մեր լեզուն, որով պիտի հնչի Աստծո խոսքը։ Մեսրոպ Մաշտոցը, որը իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր քարոզչությանը, ցավով գլխով արեց։ Նա եղել էր Գողթն գավառի խուլ անկյուններում, որտեղ հեթանոսական հավատալիքների ստվերները դեռ խիտ էին։ Նա իր աչքով էր տեսել, թե ինչպես են պարսիկ մոգերը իրենց պարզ ու հասկանալի լեզվով ավելի հեշտությամբ գտնում ճանապարհ դեպի հասարակ մարդկանց սրտերը, քան ինքը, Քրիստոսի քարոզիչը, իր օտարալեզու մեկնություններով։ Այս ամենը տեղի էր ունենում մի չափազանց վտանգավոր ժամանակաշրջանում։ Հայոց թագավորությունը, որպես նավակ փոթորկոտ ծովում, հայտնվել էր երկու հզոր կայսրությունների՝ քրիստոնյա Բյուզանդիայի և զրադաշտական Պարսկաստանի աքցանի մեջ։ Արևմուտքից բյուզանդացիք ձգտում էին կլանել հայերին իրենց մշակութային և դավանաբանական ազդեցության ոլորտում, պարտադրելով իրենց լեզուն և եկեղեցական կարգերը։ Արևելքից պարսիկները կրակով ու սրով փորձում էին արմատախիլ անել քրիստոնեական հավատքը, փոխարենը սերմանելով կրակապաշտություն։ Առաջին տագնապի նշաններն արդեն ակնհայտ էին։ Ազնվականության շրջանում տարածվում էր հունամոլությունը, իսկ արևելյան նահանգներում պարսկական բարքերը։ Ազգային ինքնությունը սկսել էր լղոզվել, կանգնեցնելով հայ ժողովրդին ճակատագրական ընտրության առաջ՝ ձուլվել և դառնալ հունախոս բյուզանդացի, թե պարսկահապատակ մազդեզական։ Երրորդ ճանապարհը՝ մնալ հայ և քրիստոնյա, թվում էր օրեցօր ավելի անհնարին։ Այդ պահին գրատան դուռը թեթևակի թաքեցին, և ներս մտավ Վռամշապուհ թագավորի սպասավորներից մեկը ձեռքին մի փաթեթ։ Նա խոնարհվեց և ասաց, որ թագավորը հրատապ լուր ունի հյուսիսային միջագետքից, Դանիել անունով մի ասորի եպիսկոպոսի մոտ, իբր պահպանվել են հայերենի հնագույն մոռացված գրեր։ Հույսի մի անսպասելի շող փայլատակեց մտնած սենյակում։ Հույսի այդ անսպասելի շողը կայծակի պես լուսավորեց կաթողիկոսարանի մթամած գրատունը, սրբելով մի պահ այնտեղ կուտակված տագնապն ու անելանելիության զգացումը։ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հայացքները կրկին հանդիպեցին, բայց այս անգամ նրանց աչքերում ցավի փոխարեն վառվում էր զգուշավոր ոգևորությունը։ Դանիելյան նշանագրեր, մտածկոտ կրկնեց կաթողիկոսը, եթե Աստված կամեցել է, որ մեր որոնումների պատասխանը գա ասորիքի հողից, ապա օրհնյալ լինի նրա անունը։ Վռամշապուհ արքան, որը նույնպես գիտակցում էր ազգային գրի կարևորությունը պետության ամրության համար, չուշացրեց իր պատասխանը։ Նա անմիջապես իր վստահելի նախարարներից մեկին, Վահրիչին, ուղարկեց Դանիել եպիսկոպոսի մոտ մեծ ընձաներով և խնդրանքով, որ այդ սրբազան գանձը հասցնի հայոց աշխարհ։ Սկսվեց սպասման մի լարված շրջան։ Լուրը տարածվեց եկեղեցական շրջանակներում, առաջացնելով ինչպես ուրախ ոգևորություն, այնպես էլ թաքնված թերահավատություն։ Երիտասարդ վարդապետները, Մաշտոցի աշակերտները, ինչպիսիք էին Կորիյունը և Եզնիկ Կողբացին, անհամբեր սպասում էին, իրենց սրտերում կրելով նոր դարաշրջանի հույսը։ Սակայն ավագ սերնդի որոշ եպիսկոպոսներ, որոնք կրթություն էին ստացել հունական կենտրոններում, իրենց մտահոգությունն էին հայտնում։ Նրանց համար հունարենը ոչ միայն կայսրության լեզուն էր, այլև աստվածաբանության և եկեղեցական մտքի սրբազան լեզուն, և ցանկացած նորամուծություն նրանց թվում էր վտանգավոր շեղում ուղիղ ճանապարհից։ Երբ վերջապես Վահրիչը վերադարձավ, իր հետ բերելով մագաղաթի վրա գծված խորհրդավոր նշանագրերը, ողջ վաղարշապատը տոնական եռուզեռի մեջ էր։ Թագավորի, կաթողիկոսի և ողջ հոգևոր դասի ներկայությամբ Մեսրոպ Մաշտոցը ստանձնեց այդ գրերը։ Մի պահ թվում էր, թե խնդիրը լուծված է, և հոգևոր պայքարը հասել է իր հաղթական ավարտին։ Մաշտոցը մեծ խանդավառությամբ հավաքեց իր աշակերտներին և սկսեց ուսուցանել նոր այդուբենը։ Սկզբնական ոգևորությունը, սակայն, շատ շուտով սկսեց իր պեղը զիջել աճող տարակուսանքին։ Օրեր և շաբաթներ անցան, և պարզ դարձավ մի դառը ճշմարտություն։ Այդ նշանագրերը, որոնք գուցե հարմար էին որևէ սեմական լեզվի համար, բացարձակապես անզոր էին արտահայտելու հայերենի հարուստ և բարդ հնչյունական համակարգը։
Բազմաթիվ հնչյուններ պարզապես չունեին իրենց տառային արտահայտությունը, ինչի պատճառով բառերը խեղաթյուրվում էին, իսկ իմաստը կորչում։ Դա նման էր նրան, որ փորձեին հայկական տարազը կարել օտար ձևանմուշով։ Արդյունքը աններդաշնակ էր և անճանաչելի։ Հիասթափությունը ծանր քարի պես նստեց բոլորի սրտին։ Առաջին փորձը, որի վրա այդքան մեծ հույսեր էին դրվել, ձախողվել էր։ Մեսրոպ Մաշտոցի համար դա անձնական ողբերգություն էր։ Նա, որ իր ողջ էությունը դրել էր այս գործի մեջ, կանգնել էր փակուղու առջև։ Եկեղեցական հիերարխիան, որը զգուշավորությամբ էր հետևում իրադարձություններին, սկսեց ավելի բարձրաձայն արտահայտել իր կասկածները։ Միթե սա նշան չէ երկնքից, որ մենք պետք է դադարեցնենք մեր համառությունը և ընդունենք հունական գիրը, ինչպես ընդունել ենք ավետարանի լույսը հույներից, ասում էին ոմանք։ Լարվածությունը եկեղեցական համայնքում աճում էր։ Ժողովուրդը, որը մի պահ ոգևորվել էր մայրենի գրերի լուրից, այժմ շփոթված էր և հիասթափված։ Թվում էր, թե ազգը փրկելու փոխարեն այս ձեռնարկումը միայն ավելի էր խորացնում ներքին պառակտումները և թուլացնում հավատքը սեփական ուժերի նկատմամբ։ Մաշտոցը զգում էր, թե ինչպես է իր շուրջը օղակը սխմվում։ Նա հասկանում էր, որ այս խնդիրը պարզապես տեխնիկական չէ, այն հոգևոր է։ Պատասխանը պետք էր փնտրել ոչ թե մարդկային գիտելիքների, այլ աստվածային իմաստության մեջ։ Եվ այդ պահին նրա հոգում ծնվեց մի վճռական որոշում՝ թողնել ամեն ինչ և աղոթքով ու ճգնությամբ դիմել նրան, ով միակն է, որ կարող է ճանապարհ բացել անանցանելի թվացող պատի միջով։ Դանիելյան գրերի ձախողումը ավելին էր, քան պարզապես տեխնիկական անհաջողություն։ Դա հոգևոր հարված էր, որը ցնցեց հայոց եկեղեցու հիմքերը։ Հույսը, որ մի պահ բոցավառվել էր, Փոխարինվեց խորը հուսահատությամբ, իսկ ոգևորությունը դառը քննադատությամբ։ Եկեղեցու և արքունիքի հեղինակությունը, որոնք մեծ շուքով ներկայացրել էին այս ձեռնարկումը որպես ազգային փրկության սկիզբ, այժմ լրջորեն վտանգված էր։ Ինչ կասեն հավատացյալները։ Այս հարցը ծանր ամպի պես կախվել էր վաղարշապատի երկնքում։ Ժողովուրդը, որին խոստացել էին մայրենի լեզվով հոգևոր հաց, այժմ տեսնում էր միայն դատարկ սեղան։ Այս իրավիճակը հատկապես ծանր էր տարիքով ավագ հոգևորականների համար, ովքեր իրենց ուսերին էին կրում եկեղեցու պատվի և ավանդույթների պահպանման բեռը։ Նրանք տեսնում էին, թե ինչպես է այս անհաջողությունը ստվեր գցում ոչ միայն ներկայի, այլև լուսավորչի սուրբ ժառանգության վրա։ Մի երեկո Վռամշապուհ թագավորի պալատում հրավիրվեց արտակարգ ժողով։ Ներկա էին Սահակ կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը, ազդեցիկ եպիսկոպոսներ և նախարարներ։ Օդում կախված լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Խոսք վերցրեց Տարոնի տարեց եպիսկոպոս Սուրմակը, մի մարդ, որը հայտնի էր իր պահպանողական հայացքներով և հունական մշակույթի հանդեպ խորը հարգանքով։ «Հայր Սուրբ, Տեր արքա, սիրելի եղբայրներ», սկսեց նա հանդարտ, բայց խիստ ձայնով, «մեր սրտերը ցավում են այս անհաջողության համար, բայց գուցե սա Աստծո նշանն է, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում։ Մենք փորձում ենք ստեղծել մի բան, որը մեզ կմեկուսացնի համաքրիստոնեական աշխարհից։ Մեր հայրերը հավատքի լույսը ստացել են հույներից, մեր եկեղեցին կառուցվել է նրանց օրինակով։ Ինչու ենք մենք այսօր այդքան համառորեն մերժում նրանց գիրը, որը դարեր շարունակ ծառայել է որպես Աստծո խոսքի անոթ։ Այս փորձարկումները միայն խայտարակում են մեզ օտարների աչքում և կասկածի սերմեր են սփռում մեր հոտի մեջ»։ Նրա խոսքերին աջակցեցին մի քանի այլ հոգևորականներ, ովքեր սկսեցին թվարկել հունարենի առավելությունները, նրա աստվածաբանական հարթությունը, նրա լայն արածումը, նրա դերը բյուզանդական կայսրության հետ հարաբերությունները ամրապնդելու գործում։ Ճնշումը Մեսրոպ Մաշտոցի վրա դարձավ գրեթե անտանելի։ Նա, ով երեկ համարվում էր ազգային հերոս, այսօր կանգնած էր մեղադրյալի աթոռին, մեղադրվելով անիրական երազանքների հետևից գնալու, ազգային հպարտությունը գործնական շահերից վեր դասելու մեջ։ Նրա համար ամենացավալին այն էր, որ այս մեղադրանքները հնչում էին ոչ թե արտաքին թշնամիների, այլ իր իսկ հոգևոր եղբայրների կողմից։ Նա տեսնում էր, թե ինչպես է Սահակ կաթողիկոսը տանջվում այս երկընտրանքի մեջ։ Մի կողմից իր սրտի համոզմունքը և հավատը Մաշտոցի առաքելության նկատմամբ, մյուս կողմից եկեղեցու միասնությունը պահպանելու և ավագների կարծիքը հարգելու իր հայրապետական պարտքը։ Խնդիրը զգալիորեն բարդացել էր։ Այն այլևս պարզապես այբուբենի որոնում չէր, այն վերածվել էր պայքարի հայ ժողովրդի ինքնության և նրա ապագա ուղու համար։
Մաշտոցը գիտակցեց խնդրի իրական մասշտաբները։ Նա պայքարում էր ոչ միայն տգիտության դեմ, այլև իր իսկ ազգի մեջ արմատացած թերարժեքության բարդույթի, օտարամոլության և հոգևոր վախկոտության դեմ։ Նա հասկացավ, որ մարդկային բոլոր ջանքերն ու փաստարկները սպառվել են, նրա միակ դաշնակիցը մնացել էր Աստված։ Եվ նա գիտեր, որ այդ դաշինքն ամրապնդելու համար պետք է գնա մի ճանապարհով, որը լի է լինելու զրկանքներով, ճգնությամբ և անսասան աղոթքով։ Հասարակական կարծիքի և եկեղեցական ավագանու ճնշման տակ խորապես վիրավորված, բայց ոչ կոտրված, Մեսրոպ Մաշտոցը հեռացավ վաղարշապատի աղմկոտ բանավեճերից։ Նա իր մի քանի հավատարիմ աշակերտների հետ ճանապարհ ընկավ դեպի Բալահովիտ գավառի Մեկուսի վանքերից մեկը, իր հոգում կրելով մի վճռական որոշում։ Եթե մարդիկ փակել են իրենց դռները, ապա պետք է թակել երկնքի դուռը։ Նա իրեն նվիրեց խստագույն ճգնության, օրեր շարունակ մնալով աղոթքի և խիստ ծոմապահության մեջ։ Նրա խուցը պարզ էր ու կիսախավար, պատին միայն փայտե խաչ, իսկ հատակին քարից կարծրացած նրա ծնկները։ Նա այլևս չէր խնդրում մարդկային իմաստնություն կամ գիտական հայտնագործություն։ Նա աղերսում էր աստվածային հայտնություն, մի նշան, որը կցրեր իր ժողովրդի գլխին կուտակված խավարը։ «Տեր ամենակալ, լսիր աղաչանքը ծառայիդ», շշնջում էր նա օր ու գիշեր։ «Ոչ ինձ համար եմ խնդրում, այլ այս խեղճ ու կրակների մեջ ընկած ժողովրդի համար։ Մի թող, որ քո լույսը մարի մեր հողում։ Տուր մեզ նշան, Տեր, ցույց տուր ճանապարհը։ Եթե իմ աչքերը պիտի կուրանան այս որոնումից, թող կուրանան։ Բայց թող իմ ժողովուրդը տեսնի քո ճշմարտության լույսը»։ Եվ ահա, երբ նրա մարմինը հասել էր հյուծման եզրին, իսկ հոգին խոնարհության և ինքնազոհության գագաթնակետին, տեղի ունեցավ անըմբռնելին։ Մի գիշեր, երբ նա կրկին ծնկաչոք աղոթում էր, խցի խավարը հանկարծ ցրվեց։ Ոչ թե մոմի կամ լամպի լույս էր դա, այլ մի աննյութական, երկնային, ոսկեգույն փայլ, որը լցրեց սենյակը և նրա հոգին։ Մաշտոցը ակամայց աչքերը բարձրացրեց և տեսավ մի տեսիլք, որը դրոշմվեց նրա հոգու մեջ հավիտյան։ Նրա աչքերի առաջ, լույսի մեջ, հայտնվեց Աստծո աջը։ Այդ լուսեղեն ձեռքը սկսեց գրել ոչ թե քարեսալի վրա, այլ հենց օդի մեջ, թողնելով իր հետևից կրակե տառեր։ Մեկը մյուսի հետևից ծնվում էին նշանագրերը, հստակ, կատարյալ, աստվածային ներդաշնակությամբ։ Այբ, բեն, գիմ, յուրաքանչյուր տառ ոչ միայն հնչյունի նշան էր, այլև հոգևոր խորհրդանիշ, հայոց լեզվի ոգու մարմնացումը։ Դա ոչ թե մտքի փայլատակում էր, ոչ թե գիտական երկար որոնումների արդյունք, դա երկնքից տրված պարգև էր, մաքուր և կատարյալ։ Սուրբ Մեսրոպը տեսավ ոչ թե առանձին տառեր, այլ մի ամբողջական, ավարտուն այբուբեն, 36 տառ, որոնք ծնվեցին Աստծո կամքով, նրա աղոթքներին ի պատասխան։ Նա տեսավ, թե ինչպես են այդ տառերը դասավորվում, կազմում բառեր, և այդ բառերը հայերեն էին, և այդ բառերը Աստծո մասին էին։ Տեսիլքն ավարտվեց նույնքան հանկարծակի, որքան սկսվել էր։ Մաշտոցը մնաց ծնկաչոք, դողալով, նրա դեմքը ողողված էր արցունքներով և երկնային լույսի արտացոլանքով։ Նա ապրում էր առավելագույն հոգևոր ցնցում։ Մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց։ Խնդիրը, որը տանջում էր մի ամբողջ սերնդի, որը պառակտել էր եկեղեցին և հուսահատության եզրին հասցրել ազգը, լուծվեց Աստծո հրաշագործ միջամտությամբ։ Նրա մեջ այլևս չկար կասկած, չկար հուսահատություն, չկար վախ քննադատությունից։ Միայն անսահման երախտագիտություն և աստվածային զորություն։ Նա այլևս պարզապես գիտնական չէր, նա Աստծո գործիքն էր, երկնային հայտնության կրողը։ Նա վեր կացավ և առանց ժամանակ կորցնելու իր աշակերտներին հրամայեց պատրաստվել ճանապարհի։ Նրանք պետք է անհապաղ վերադառնային վաղարշապատ, իրենց սրտերում և մտքերում կրելով աստվածատուր գանձը, հայոց այբուբենը, որը պիտի դառնար ոչ միայն գիտության, այլև հավատքի անսասան ամրոցի հիմնաքարը։ Երբ Մեսրոպ Մաշտոցը, հոգնած, բայց հոգեպես վերափոխված, իր աշակերտների հետ հասավ վաղարշապատ, նրա աչքերում փայլում էր մի լույս, որը երկրային չէր։ Լուրը նրա վերադարձի և, որ ավելի կարևոր է, նրա հաջողության մասին կայծակի արագությամբ տարածվեց, հասնելով կաթողիկոսարան և արքունի պալատ։ Այս անգամ նրան դիմավորեցին ոչ թե կասկածամիտ հայացքներով, այլ զարմացած լռությամբ և զգուշավոր սպասումով։ Նա անմիջապես ներկայացավ Սահակ Պարթև կաթողիկոսին և Վռամշապուհ թագավորին։ Այնտեղ, Մայր տաճարի լռության մեջ, որտեղից սկսվել էր նրա տանջարից որոնումը, նա մագաղաթի վրա գծեց աստվածատուր տառերը։
Սահակ Պարթևը, որի իմաստուն աչքերը տեսել էին բազում փորձություններ, երկար նայում էր այդ նշանագրերին։ Նա մատով դիպչում էր ատառին, հետո K-ին, եւ նրա դեմքը աստիճանաբար լուսավորվում էր խորը հոգևոր ըմբռնումով։ Օրհնյալ է Աստված, հուզված, բայց հանդիսավոր ձայնով ասաց նա. «Սա մարդկային ձեռքի գործ չէ, Տեր Մեսրոպ, սա պատասխանն է մեր աղոթքների։ Այս տարերի մեջ ես տեսնում եմ ոչ միայն մեր լեզվի կառուցվածքը, այլև մեր հավատքի դավանանքը։ Այն սկսվում է Ա-ով, իբրև Աստված, Արարիչ, եւ ավարտվում K-ով, իբրև Քրիստոս։ Սա ինքնին մի ամբողջ քարոզ է։ Եկեղեցական համայնքի արձագանքը միանշանակ չէր, սակայն այս անգամ կշեռքի նժարը վճռականորեն թեքվել էր հօգուտ Մաշտոցի։ Հոգևորականների եւ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընդունեց այս լուրը որպես երկնային նշան, որպես Աստծո ողորմության անհերքելի վկայություն։ Եկեղեցիներում հնչում էին շնորհակալական աղոթքներ, մարդիկ հավաքվում էին, որ տեսնեն հրաշալի գրերը։ Սկսվեց հոգևոր հարաբերությունների եւ համոզմունքների արմատական վերանայում։ Այն, ինչ երեք թվում էր անհնարին երազանք, այսօր դարձել էր շոշափելի իրականություն։ Երիտասարդ վարդապետները՝ Կորյունը, Եզնիկը, Հովսեփ Պահնացին, դարձան Մաշտոցի ամենաեռանդուն զինակիցները, իրենց շուրջը համախմբելով երիտասարդ եռանդուն աշակերտների մի սերունդ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը նվիրելու լուսավորության գործին։ Նրանք դարձան ապագա սուրբ թարգմանիչները, Ովքեր պիտի կերտեին հայ գրականության ոսկեդարը։ Սակայն նրանք, ովքեր ընդդիմանում էին, միանգամից չհանձնվեցին։ Տարոնի եպիսկոպոս Սուրմակը եւ նրա համախոհ հունամոլները, թեև ցնցված էին տեղի ունեցածով, շարունակում էին իրենց կասկածները սփռել, այս անգամ ավելի զգուշավոր կերպով։ Տեսիլք, հայտնություն, այս ամենը կարող է լինել նաև սնապաշտության կամ երկարատև ճգնության արդյունք, ասում էին նրանք մասնավոր զրույցներում։ Միթե մենք պետք է մեր եկեղեցու ճակատագիրը կառուցենք միայն մեկ մարդու տեսիլքի վրա, մերժելով դարերի փորձությունը անցած հունական ժառանգությունը։ Այսպիսով, եկեղեցու ներսում ձևավորվեցին նոր դաշնակիցներ եւ հակառակորդներ, սակայն ուժերի հարաբերակցությունն արդեն անդառնալիորեն փոխվել էր, բայց գործընթացն արդեն անկասելի էր։ Սահակ Պարթևը եւ Մեսրոպ Մաշտոցը զինված աստվածային հայտնությամբ, թագավորի անվերապահ աջակցությամբ եւ երիտասարդ սերնդի խանդավառությամբ անմիջապես սկսեցին իրենց կյանքի գլխավոր գործը։ Նրանց առաջին քայլը ոչ թե պարզապես ուսուցումն էր, այլ մի ամբողջ լուսավորական շարժման հիմնադրումը։ Նրանք որոշեցին անհապաղ սկսել Սուրբ գրքի թարգմանությունը, հասկանալով, որ Այբուբեն առանց Աստվածաշնչի նման է բանալու առանց դրան։ Ոգեշնչված աստվածային հայտնությամբ Սահակ Պարթևը եւ Մեսրոպ Մաշտոցը անցան վճռական գործողությունների։ Նրանք հասկանում էին, որ Այբուբենը ընդամենը բանալի է, իսկ դուռը, որ այն պետք է բացեր, Աստվածաշնչն էր։ Այսպիսով սկսվեց հայ գրականության պատմության ամենամեծ եւ ամենասուրբ ձեռնարկումը՝ Սուրբ գրքի թարգմանությունը հայերեն։ Վաղարշաբաթի կաթողիկոսարանի մի մեծ սրահ վերածվեց թարգմանչական կենտրոնի, մի իսկական հոգևոր դարբնոցի։ Սեղանների շուրջ նստած էին տասնյակ երիտասարդ վարդապետներ եւ սարդավագներ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի անմիջական ղեկավարությամբ։ Նրանց առջև դրված էին ասորերեն եւ հունարեն լավագույն ձեռագրերը, իսկ նրանց ձեռքերում նոր մագաղաթներ եւ գրիչներ, որոնք պիտի աստվածային խոսքը հայերեն հնչեցնեին։ Աշխատանքը թքնաջան էր, բայց եւ բերքրալի։ Սկզբում նրանք թարգմանեցին Սողոմոնի Առակների գիրքը, որպեսզի հայ մանուկները դրանով սովորեին իմաստություն եւ գիր։ Առաջին իսկ հայերեն նախադասությունը, որ գրվեց նոր Այբուբենով, հենց Առակների գրքի սկիզբն էր. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանց հանճարոյու»։ Այս նախադասությունը դարձավ ողջ շարժման նշանաբանը, սակայն հունամոլ հոգևորականների ընդդիմությունը չէր մարել։ Տեսնելով, թե ինչպիսի թափ է հավաքում այս շարժումը, նրանք սկսեցին նոր, ավելի նենգ հակազդեցություն։ Նրանք ուղղակիորեն չէին կարող դեմ դուրս գալ կաթողիկոսի եւ թագավորի կամքին, ուստի այլ ճանապարհ ընտրեցին։ Նրանք սկսեցին կասկածի տակ դնել թարգմանության որակը։ Ինչպես կարող են այս երիտասարդները, որոնցից շատերը կատարյալ չեն տիրապետում հունարենի աստվածաբանական նրբություններին, թարգմանել Սուրբ Գիրքը, բամբասում էին նրանք։ Նրանք անխուսափելիորեն կխեղաթյուրեն Աստծո խոսքի իմաստը եւ մեր ժողովրդին կտանեն դեպի հերձվածողություն։ Այս խոսքերը հասան Սահակ Պարթևին։ Լինելով իմաստուն եւ հեռատես առաջնորդ, նա հասկացավ, որ այս քննադատության մեջ, չնայած նրա թշնամական դրդապատճառներին, կա ճշմարտության հատիկ։
Նա գիտեր, որ կատարյալ թարգմանության համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն լեզվական գիտելիքներ, այլև խորը աստվածաբանական կրթություն և համեմատության համար Սուրբ Գրքի լավագույն և ամենահավաստի օրինակները։ Այսպիսով տեղի ունեցավ ուղղակի, բայց ոչ թե թշնամական, այլ ստեղծագործական բախում։ Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը որոշեցին իրենց լավագույն աշակերտներին՝ Եզնիկ Կողբացուն, Հովսեփ Պաղնացուն, Ղևոնդ Վանանդեցուն և մյուսներին ուղարկել քրիստոնյա աշխարհի խոշորագույն կրթական կենտրոններ՝ Եդեսիա, Ալեքսանդրիա, Անտիոք, Կոստանդնուպոլիս և նույնիսկ Հռոմ։ Նրանց առջև դրված էր երկու խնդիր՝ կատարելագործել իրենց գիտելիքները հունարեն և ասորերեն լեզուներում, աստվածաբանության և մեկնողական արվեստի մեջ, և երկրորդ՝ գտնել և Հայաստան բերել Աստվածաշնչի և Սուրբ Հայրերի գործերի ամենահավաստի և ամենաճշգրիտ հունարեն ձեռագրերը։ Սա ռազմավարական փայլուն քայլ էր, որը մի կողմից զինաթափում էր հակառակորդներին, իսկ մյուս կողմից հիմք էր դնում հայ թարգմանական գրականության աննախադեպ որակի համար։ Պայքարը եկեղեցական արդարության և ճշմարտության համար շարունակվում էր։ Բայց այն վերածվել էր ոչ թե քայքայիչ բանավեճի, այլ ստեղծագործ մրցակցության, հանուն Աստծո փառքի և հայ ժողովրդի լուսավորության։ Տարիներ անցան։ Այդ տարիները լի էին անձնվեր աշխատանքով, աղոթքով և ստեղծագործությամբ։ Երիտասարդ թարգմանիչները հարստացած նոր գիտելիքներով և զինված ամենահավաստի ձեռագրերով վերադարձան հայրենիք։ Եվ ահա 430-ական թվականների կեսերին հասավ երկար սպասված պահը՝ հայոց պատմության հոգևոր գագաթնակետը։ Վաղարշապատում, Մայր տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ Սահակ Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի ձեռամբ խորանի վրա դրվեց Աստվածաշունչ Մատյանի ամբողջական, վերջնականապես խմբագրված և կատարյալ հայերեն թարգմանությունը։ Այդ պահին տաճարում հավաքված ժողովուրդը, նախարարներն ու հոգևորականները ծնկի իջան։ Սա ոչ միայն գրքի շնորհանդես էր, այլ հոգևոր հաղթանակի տոնակատարություն։ Դարերի երազանքն իրականացել էր։ Աստված վերջապես խոսում էր հայի հետ հայերեն։ Այդ օրը բոլոր հակասությունները մոռացվեցին։ Նույնիսկ ամենահամար հունամոլները չէին կարող չտեսնել այս թարգմանության աստվածային գեղեցկությունն ու անթերի որակը, որը հետագայում օտարները պիտի անվանեին թարգմանությունների թագուհի։ Այդ պահին տեղի ունեցավ ամբողջ հակամարտության հանգուցալուծումը։ Պայքարը հաղթանակեց ոչ թե ուժով կամ բանավեճով, այլ ստեղծագործ սխրանքի անհերքելի փաստով։ Հայ եկեղեցին և ժողովուրդը նոր հոգևոր ըմբռնման հասան։ Նրանք հասկացան, որ իրենց ինքնությունը պահպանելու ճանապարհը ոչ թե օտարին կուրորեն ընդօրինակելն է, ոչ էլ սեփականի մեջ մեկուսանալը, այլ համաշխարհային քրիստոնեական գանձերը վերցնելը և դրանք մայրենի լեզվով ու հոգով յուրացնելը։ Հիմնական խնդիրը լուծված էր։ Ազգը ստացել էր իր հոգևոր սահմանադրությունը, իր անխորթակելի ամրոցը, որը պիտի պաշտպաներ նրան բոլոր ապագա փոթորիկներից։ Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը արդեն խոր ծերության հասած կանգնած էին իրենց կյանքի գործի պտուղների առջև։ Նրանց դեմքերը լուսավորված էին խաղաղությամբ և կատարված պարտքի գիտակցումով։ Նրանք միասին կերտել էին մի հրաշք, որը փրկեց ազգը։ Այդ օրվանից սկսվեց հայ գրի ու դպրության ոսկեդարը։ Հայաստանի բոլոր կողմերում բացվեցին դպրոցներ, որտեղ հայ մանուկները սովորում էին իրենց նոր այբուբենը և կարդում Աստվածաշունչը։ Թարգմանվեցին և ստեղծվեցին հարյուրավոր գրքեր՝ պատմական, աստվածաբանական, փիլիսոփայական։ Հայկական ձեռագրերը, որպես լուռ վկաներ, սփռվեցին աշխարհով մեկ, իրենց մեջ կրելով այս երկու սրբերի ժառանգությունը։ Էջմիածինը դարձավ ոչ միայն հոգևոր, այլև մշակութային և գիտական հզոր կենտրոն, որի լույսը հասնում էր ամենուր։ Այս երկու մեծերի հոգևոր միությունը մեզ մի քանի կարևոր դաս է տալիս։ Այն ցույց է տալիս հոգևոր և աշխարհիկ իշխանությունների համագործակցության կարևորությունը, աղոթքի և խոնարհության ուժը, Աստծո խոսքի անգնահատելի արժեքը մայրենի լեզվով և, ամենակարևորը, անսահման նվիրվածությունը Աստծուն և սեփական ժողովրդին ծառայելուն։ Սիրելի բարեկամներ, այս պատմությունը մեր պատմությունն է։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կվարվեիք դուք, եթե ապրեիք այդ դարաշրջանում։ Ինչ եք կարծում, ո՞րն է այսօր մեր ամենամեծ հոգևոր մարտահրավերը և ինչ դասեր կարող ենք քաղել մեր սուրբ նախնիներից։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս հոգևոր ուխտագնացության ընթացքում։ Թող Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի օրհնությունը լինի